Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Բարդուղ Գալստյանին։ Բարև ձեզ, պարոն Գալստյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Գալստյան, բնականաբար ձեր գնահատականը Վեյսի այցի հետ կապված, ինչ ձեռքբերումներ ունեցանք, Երևանից հետո փաստորեն Միացյալ Նահանգների փոխնախագահը մեկնեց Բաքու, ընդհանրապես այս այցը տարածաշրջանի համար ինչ կարևորություն ունեցավ, մենք ասում ենք, որ մեզ համար դա պատմական իրադարձություն էր։ Ես եւս կիսում եմ այդ կարծիքը, այո, պատմական էր իրադարձությունը, պատմական գործընթացներ են տեղի ունենում եւ հենց այցը Միացյալ Նահանգների ամենաբարձր պաշտոնյան առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում էր, փոխնախագահի պաշտոնում, որովհետեւ մեկը կարծում եմ մինչ օրս անկախ Հայաստանի Հանրապետություն չի ոտք դրել, այդ առումով եւս բացի այդ այն նշանակալից է եւ յուրօրինակ նրանով, որ Միացյալ Նահանգները կարծես թե վերջին շրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին կարողանում է արմատներ ձգել այս տարածաշրջանում, իդեմս Հայաստանի, իդեմս Ադրբեջանի, որը կարծես ստացվում է։ Ես միանշանակ գնահատական տալ այս պահին բացարձակ դրական չեմ կարող, որովհետև ցանկացած գործընթաց ունենում է եւ դրական եւ բացասական հետևանքներ, այս ծրագիրը, այս process-ը եւս իր հետ ունենալու է, բերելու է նաեւ բացասական հետևանքներ, սակայն այն համեմատել Ռուսաստանի հետ հարաբերություններին, այսքան տարիների դաշնակցային, այսպես ճակերտավոր դաշնակցային հարաբերություններին, կարծում եմ նույնը չէ, զուգահեռել դրանք, որովհետև Ռուսաստանը ցույց տվեց գոնե վերջին տարիներին, թե ինչու է ընդունակ եւ ինչպես է վարվում իր հավատարիմ դաշնակիցների հետ, ինչպես Հայաստանի, ինչպես Արցախի վերջնական հայաթափման ու կորստի։ Բացասական ասելով ինչ նկատի ունեք, մի փոքր փակագծով։ Ասեմ, նախ առաջինը խաղաղության տեսանկյունից, երկարատև խաղաղության տեսանկյունից միանշանակ դրական է պետք է գնահատել եւ կարծում եմ Միացյալ Նահանգները այն զսպող ուժը կարող են լինել Ադրբեջանին, ինչու չէ նաև Թուրքիայի նկարտումներին, որը կարող է կանխել Հայաստանի դեմ ոտնձգությունները, որը անհամեմատ եւ անփոխարինելի ձեռքբերում կարելի է համարել, սակայն դա ժամկետների հետ կապված բավականին երկար ժամկետների հետ կապված, ինչպիսի քաղաքական process-ներ հետագայում տեղի կունենան Միացյալ Նահանգներում, ովքեր կգան հետագայում իշխանության եւ ինչ դիրքորոշում կունենան, սակայն այստեղ էլ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները լինելով իսկապես ժողովրդավար եւ ինստիտուցիոնալ պետություն իր ստորագրած պայմանագրերն ու պայմանավորվածությունները ի կատար է ածելու եւ չեմ կարծում, որ Ռուսաստանի նման անձնային հարաբերությունների վրա ձևավորված քաղաքականություն կիրականացվի, ինչին մենք ականատես ենք եղել 2018, 20, 22, 23 թվականներին։ Եվ կարծում եմ Միացյալ Նահանգների այս տարածաշրջան ազդեցությունը մի քայլ ավել հնարավորություն կտա Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու եւ Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս տնելու, գլոբալ առումով դուրս տնելու։ Ճիշտ է, Ռուսաստանը հարևան պետություն է, մենք ունենք տարբեր թելերով կապվածություն Ռուսաստանի հետ, բացարձակ թոթափել Ռուսաստանի, իհարկե, թոթափել բացարձակ Ռուսաստանի ազդեցությունը միայն այն, որ ունենք 3 միլիոն հայկական համայնք Ռուսաստանում, դա խոսում է այն մասին, որ մենք ուղղակի վերջնականապես Ռուսաստանից պրծնելու, Ռուսաստանի հետ հարաբերվելուց պրծնելու ճանապարհը չենք կարող ընտրել, ցանկային սա հնարավորություն է զսպելու նաև ռուսական ագրեսիային, իսկ մենք տեսնում ենք վերջին շրջանում ինչպիսի խանդոտ, ագրեսիվ պորտկումներ, դրսևորումներ են ունենում Ռուսաստանի մի շարք պաշտոնյաներ, Լավրովը, Մարիա Զախարովան եւ այլն։ Կարող ենք ասել, որ Վենսի այցը ցույց տվեց, որ միայն Թրամփի ուղիով չի հետաքրքրված Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, որովհետև ցանկացած պետություն, առավել եւս գերտերություն, որևէ գործողության գնալուց առաջ ունենում է իր ակնկալիքները, նաեւ սեփական շահը, հասկանալի է, այդ կարող է լինել փոխադարձ համագործակցությունը այս տարածաշրջանից ընդերքի օգտագործումն ու շահագործումը, ճանապարհների վերահսկողությունը, ատոմային էներգիայի նոր ստեղծման, նոր ատոմակայանի ստեղծման, էներգիայի բաշխման եւ այլն այդ գործընթացները նաեւ ռազմական փոխադարձ համագործակցության ծրագրեր, որոնք կարող են նաեւ
բավականին օգուտներ բերել Միացյալ Նահանգներին։ Այսինքն մենք միայն մեր տեսանկյունից ենք փորձում վերլուծել, թե ինչ կտա մեզ, բայց Միացյալ Նահանգները միանշանակ կունենա իր Այսինքն շահերը հաշվարկելով միանշանակ, որովհետև առանց շահերի որևէ գերտերություն տարածաշրջան չի մտնի, մեկ այլ գերտերության փոխարեն դերակատարում չի փորձի ստանձնել եւ կարծում եմ այս համագործակցությունը շատ ավելի դրական ազդեցություն կարող է ունենալ մեզ վրա, քան բացասականային հետևանքները, որոնք կարող են ենթադրվել։ Պարոն Գալստյան, ամեն դեպքում, ինչպես դուք ասացիք, ժամանակը ցույց կտա, թե այդ ստորագրված համաձայնագրերը ինչպես կյանքի կկոչվեն, ժամանակը ցույց կտա, թե որքանով ենք մենք պատրաստ այդ ամենը իրականություն դարձնել, բայց դրանք որոշակի ձևով սպասողական են։ Իհարկե, երեք արդեն ազգային ժողովում քննարկումների կարծես թե մի փոքր ալիք բարձրացավ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թրիփի հետ կապված արդեն որոշակի ծրագրեր պետք է ներկայացվեն Միացյալ Նահանգներին։ Այս հարցում մենք կլինենք հետևողական, կհետևենք զարգացումներին։ Հիմա խոսենք նրանից, ինչ որ տեղի ունեցավ եւ վերլուծենք, թե ինչու այդպես տեղի ունեցավ։ Հայոց ցեղասպանությունը հիշատակող գրառումը վեսի սոցցանցերից փաստորեն ջնջվեց։ Հիմա երեք մամուլ արդեն տեղեկացնում էր, որ միջազգային մամուլում էլ է այս հարցը քննարկման դրվել, դրա մասին խոսում են դեմոկրատները Միացյալ Նահանգներում, Նենսի Փելոսին այդ մասին խոսեց եւ հայտարարեց, որ դա պարզապես հիասթափեցնող էր, ոչ զարմանալի, քանի որ փոխնախագահը ջնջում է ճշմարտությունը, այսինքն պատմության ճշմարտությունը, եւ պատմության ջնջումը անարգում է զոհերի հիշատակը, թուլացնում էր հանձնառությունը մարդու իրավունքների ամբողջ աշխարհում։ Այսօր Տիգրան Խզմալյանը մի հատ լուսանկար էր հրապարակել Բաքվի այդ շեյդների պուրակից, որտեղ Վենսը այցելել էր եւ գրառում էր կատարել, որ միջև հիմա նրա սոցցանցում այդ լուսանկարները պահպանվել են, գրառումները պահպանվել են։ Սա ինչ էր, ինչի մասին էր։ Կարծում եմ ակնկալիքները նաև Ադրբեջանից եւ Թուրքիայից ազդել են Վենսի գրառման վրա եւ տեղադրված էջին տեղադրված հոլովակի վրա։ Այսինքն ճնշումների ներքո եւ դա կարող են նրանք անել։ Չեմ կարող ասել դա ճնշում կարելի է դիտել, թե ուղակի հեռատեսություն, սակայն իհարկե մեզ համար դա ընդունելի էր, մեզ համար հաճելի չէր մեղմ ասած, սակայն գերտերության քաղաքականությունը եւ նրա վրա որպես այդպիսին ճնշում գործադրել եւ պարտադրել չեն կարող միանշանակ, դրանից պետք է օգտվի դեմոկրատական կուսակցությունը Միացյալ Նահանգների եւ բավականին օգտվեց եւ ցույց տվեց, որ դա ժողովրդավարական քայլ չէ եւ դա մարդասիրական քայլ չէ հանրապետականների կողմից, որը իրենց համար հետագայում կարող է նաեւ օգտագործվել նախընտրական հետագա գործընթացներում դեմոկրատների իշխանության գալու process-ում։ Ես կարծում եմ այս ամենին պետք է փոքրինչ թափ վերաբերվել, սակայն նաեւ պետք է արձագանքել, այո, կարծում եմ մեր իշխանությունները թեկուզ մեղմ, թեկուզ զգուշավոր պետք է արձագանքեն, որովհետեւ իսկապես ընդունելի չէ տեսնել Փելոսի էջում Վենսի էջում տեսնել շեյդների պուրակը եւ համված տեսնել ծիծեռնակաբերդում ծաղիկ խոնարհելու, գրող խոնարհելու գործընթացները, process-ը, որը մեզ համար որպես ազգ, որպես պետություն, կարծում եմ վիրավորական է, բայց դա նորից եմ կրկնում, որևէ լուրջ ազդեցություն նրա գործողությունների եւ նրա քաղաքականության վրա ունենալ չեն կարող։ Սակայն նորից կրկնեմ, իշխանությունը պետք է այս մասին փոքրինչ արձագանքի, ցույց տալու համար վիրավորվածությունը եւ նեղվածությունը այս երևույթից։ Նկատի ունեք, որ Վաշինգտոնի վրա ամեն դեպքում Բաքվից կամ եւ Անկարայից զանգեր են եղել։ Եթե նույնիսկ զանգեր եղած չլինեն, համենայն դեպս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունը ավելի հարթ անցկացնելու համար կարող է հեռացրած լինել հետագա խոսակցություններից խույս տալու համար։ Իսկ նախապես դրա մասին պետք չէ։ Հնարավոր ցանկացած մարդ սխալական է եւ կարծում եմ, որ ողջևորված այդ բայ ողջևորությամբ իսկապես զգացմունքայինորեն տեղադրել է, հետո հասկացել է, որ կարող է խնդիրներ ունենալ։ Միգուցե եւ եղել են զանգեր, որի մասին մենք իմանալ եւ այդ մասին արձագանքել այս բանին գոնե չենք կարող։ Հանրային դաշտում քննարկվում է այն հարցը, թե ինչու Միացյալ Նահանգների փոխնախագահը չհանդիպեց ամենայն հայոց կաթողիկոսին։ Օրակարգում աշխատանքային այդ արարողակարգում չկար, բայց ամեն դեպքում, եթե լիներ ցանկություն, հանդիպումը կլիներ։ Ըստ ձեզ ինչու չկար կամ այդ ցանկությունը կամ ինչու չեղավ այդ հանդիպումը։ Ոմանք գտնում են, որ այստեղ քաղաքական ուղերձներ են տեսնում,
Ոմանք էլ մտածում են, որ չուզեց, չգնաց, մի խոսք սա ինչի հետ էր կապված։ Նախ քաղաքական հանդիպում էր, հոգևոր դասի հանդիպում չէր եւ ծրագրված կարծում եմ չէր ի սկզբանե հանդիպել կաթողիկոսի հետ, հետո կաթողիկոսը գիտի ում հետ է հանդիպում, կաթողիկոսի հանդիպելու օբյեկտը արևմուտքը չէ, Միացյալ Նահանգները չէ, կաթողիկոսը մեծ սիրով Ռուսաստանի նախագահին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին կարող է սիրով հանդիպել եւ հրավիրել եւ այցելել, կարծում եմ որ դա եւս իր պատճառներն ունի, ինչու պետք է հանդիպեր Միացյալ Նահանգների աշխարհի գերտերության փոխնախագահ կաթողիկոսի հետ այն դեպքում, երբ որ գոյություն ունի իշխանություն կաթողիկոս լարվածությունը առավել եւս։ Հիմա անդրադառնանք, որ Վենսը մեկնեց նաև այստեղից Բաքու։ Մեզ համար առանձնապես ուշագրավ էր այն, որ խոստացավ գերիների հարցը բարձրացնել եւ խոսել Ալիևի հետ։ Ըստ մամուլի տեղեկությունների այդ մասին խոսվել է, բայց արդեն ավելորդ տեղեկություններ, լրացուցիչ տեղեկություններ մենք չունենք այդ մասին։ Հնարավոր է, որ Վենսի այս խնդրանքը կամ զրույցի ընթացքում ասվածը մերժվի Բաքվի կողմից։ Ես կարծում եմ, որ ամբողջությամբ չի իրականացվի, սակայն մասնակի ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ հետո ոչ շատ ուշ կտեսնենք հայ ռազմագերիների մի մասի վերադարձը Հայաստան։ Ես կարծում եմ, որ Բաքվում դեռ կմնան ռազմաքաղաքական իշխանությունները Լեռնային Ղարաբաղի, իսկ այն տղաները, որոնք կապ չունեն իշխանությունների հետ, հույս ունեմ մոտ շրջանում տեսնել Հայաստանը։ Իսկ եթե արձագանք չգտնի Բաքվում, արդյոք դրանք անհետևանք կմնան Միացյալ Նահանգների կողմից։ Չեմ կարծում, նայած ինչպես է ձևակերպվել պարտադրանք, խնդրանք, թե առաջարկ, ամենայն դեպս Միացյալ Նահանգների խոսքը, Միացյալ Նահանգների վերաբերմունքը այս գործընթացին կարծում եմ անպատասխան մնալ չի կարող եւ հույս ունեմ մեր տղաներից շատերին մոտ շրջանում տեսնել մեր երկրում, որի համար շատ ուրախ եմ եւ կարծում եմ հետագա գործընթացները ցույց կտան ռազմաքաղաքական գերիների ճակատագիրը, որովհետեւ Ադրբեջանն ունի նաեւ իր ներքին քաղաքականությունը, ներքին լսարանին բավարարելու խնդիրը, պետք է նանձենք քավության նոխազներ, որոնք այսքան տարիների դժբախտությունների, այսպես ասած, ճակերտավոր պատճառ են դարձել կապված Ղարաբաղյան խնդրի հետ, որոնց ներկայացնում է ժողովրդին որպես հիմնական թիրախներ։ Եվ չեմ կարծում, որ շատ արագ կլուծվի նրանց հարցը եւ նրանք շատ արագ տուն կվերադառնան, սակայն այն տղաները, որոնք կապ չունեն քաղաքականության հետ, ենթադրում եմ եւ նույնիսկ վստահ եմ, ոչ թե ենթադրում եմ գալու են Հայաստան մոտ շրջանում։ Դա կլինի միջև ընտրությունները, թե ընտրություններից հետո, որտեղ այս թեման էլ է շահարկվում։ Կարծում եմ, այո, միջև ընտրությունները։ Բնական է, որովհետև իշխանություններին եւս դա ձեռնտու է ցույց տալու համար գործողություններ, բնական է, քաղաքականությունը, ես ոչ ուզում եմ արդարացնել, ոչ քննադատել իշխանությունների այս դիրքորոշումը, սակայն հույս ունեմ, որ այո, միջև հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները մեր տղաներին կտեսնենք մեր երկրում։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների պատվիրակության Ադրբեջան այցին, իհարկե այդպես էլ պլանավորված էր եւ այս խնդիրը այս process-ները տեղի են ունենում տարածաշրջանում, այլ ոչ միայն մեզ համար։ Հետևաբար այստեղ գոյություն ունի երկու կողմ, Հայաստան եւ Ադրբեջան, հետևաբար եւ Հայաստանից հետո Ադրբեջան այցելություն պետք է լիներ կամ հակառակը կարող է լինել Ադրբեջանից հետո Հայաստան այցելություն։ Մենք նաեւ ուրախ պետք է լինենք, որ առաջի այցելությունը Հայաստանում էր, արժևորումը, այսպես ասած, մեր համար մխիթարական արժևորումը Հայաստանն էր առաջի այցելության եւ հույս ունենանք, որ դա շուտով կանցնի ավելի գործնական փուլի, կտեսնենք այն խոստումներն ու այն պայմանավորվածությունները, որը տեղի են ունեցել, եւ մենք ունենանք ռազմավարական դաշնակցային ավելի լուրջ եւ ավելի վստահելի հարաբերություն։ Բաքվում հայտարարեց Վենսը, որ Թրամփը, Փաշինյանը եւ Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին։ Պարոն Գալստյան, Վենսը այս ընդհանրապես Թրամփի վարչակազմի համար խաղաղության երկարատև երաշխիքը ո՞րն է այս տարածաշրջանում։ Հնարավոր է, որ Միացյալ Նահանգների շահերը փոխվեն Միացյալ Նահանգներում։ Միանշանակ հնարավոր է, սակայն երբ լինում են պայմանավորվածություններ Միացյալ Նահանգների եւ դուք ասում եք, որ պահպանում են հաջորդ միանշանակ պահպանում են, որովհետև ինչքան էլ փոխվում է Միացյալ Նահանգներում դիրքորոշումը, իշխանությունները,
փոխվում է քաղաքականությունը շատ թե քիչ, այն պայմանագրերն ու պայմանավորվածությունները, որոնք կնքված են, հիմնականում գործում են։ Իսկ եթե շահերն են փոխվում, այդ պայմանավորվածությունները նկատվեն կպահպանվեն։ Շահերը եւս ստորագրված փաստաթղթերից հետո շահերի փոփոխության հավանականությունն էլ է քիչանում, որովհետեւ երբ որ նայենք վերջին 50, 60, 70 տարիներին տեղի ունեցած Միացյալ Նահանգների քաղաքականությունը որևէ երկրի հետ դաշնակցային հարաբերություններում կարծես թե չի փոխվել եւ դեմոկրատներն են եկել իշխանության եւ հանրապետականներն են նրանց փոխարինել եւ իրարամերժ են եղել նաեւ որոշ կարծիքներ, սակայն այն պայմանագրերը, որոնք կնքվել են տվյալ պետությունների հետ, փոխգործակցության, համագործակցության եւ այլն, դրանք հիմնականում պահպանվել են եւ շարունակվել են, որովհետեւ դա խոսում է ոչ միայն իշխանությունների դիրքորոշումների մասին, դա խոսում է նաեւ Միացյալ Նահանգների հեղինակության վարկանիշի մասին, այսինքն վստահելիության մասին, որը միանշանակ չեն կարող ասել Ռուսաստանի մասին։ Այն Ռուսաստանի, որը շատ հանգիստ հանձնեց Սիրիան, Լիբիայում խայտարակվեց, ել չեմ ասում մեր Պարագայում ինչ տեղի ունեցավ, ինչպես վստահելիության այսպես շղարշով համոզելով 20 թվականից հետո նոյեմբերի 9-ի պայմանագիր պարտադրեց, որից հետո սկուտեղի վրա հանձնեց Արցախը, հետևաբար եթե դաշնակիցների հետ եւ դարավոր դաշնակիցների հետ այդպես են վարվում, չեմ կարծում, որ դրանից հետո իմաստ ունի շարունակել նույն քաղաքականությունը։ Եվ Ռուսաստանն էլ փաստորեն անմասն չմնաց Վեյցի այցի հետ կապված, Պեսկովը ամեն դեպքում իր կարծիքը հայտնեց, որ մենք ինքնիշխան պետություն ենք եւ ինքներս կարող ենք այդ հարաբերությունները կարգավորել, այդ հարաբերությունները կառուցել։ Սա ինչի մասին էր խոսում, սա զսպված հայտարարություններ, թե իրոք Ռուսաստանը որոշակի ձևով արդեն փորձում է մեզ հետ նստել ինչ որտեղ մեր կարծիքները։ Ավելի շատ սրտի կսկիծով արտահայտած տերմինոլոգիա էր, խոսույթ էր, ցույց տալու համար, որ մենք հարգում ենք Հայաստանի կարծիքը եւ այլն, իբր բարձրացնելով Հայաստանի դերն ու նշանակությունը, սակայն ներքին լսարանի համար բացարձակ այլ խոսույթ ենք լսում, վերջին շրջանում Սալավյովի հայտարարությունը եւ Մարիա Զախարովայի կոչերն ու ելույթները խոսում են ճիշտ հակառակի մասին, որ Հայաստանը գնում է կործանում, Հայաստանը իրավունք չունի Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու մեր բդաշնակցել չի կարող առանց Ռուսաստանի աշխատել, նկատի ունենալով երկաթգծերի շահագործումը, քանի որ իրենք կոպեկների դիմաց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Գույք Պարտքի դիմաց կարողացել են ձեռք գցել նաև մեր երկաթգիծը եւ ոչինչ չանել, գրեթե ոչինչ չանել այդ երկաթգծի նորոգման եւ վերազինման հետ կապված եւ լիարժեք շահագործման հետ կապված իրենց պարտավորությունները, սակայն այսօր օգտագործում են այո երկաթգիծը որպես թրիփին մասնակից դառնալու եւ առանց Ռուսաստանի այսպես թե իրենց պատկերացմամբ անհնարին լինելու թրիփի նախագծին։ Սակայն կարծում եմ, եթե անհրաժեշտություն լինի, նոր երկաթգծեր կկառուցվեն ու հաստատ կշրջանցեն Ռուսաստանի այն ակնկալիքները, որը իր պատկերացմամբ դեռ ազդեցության գոտում է, իր ուժի ազդեցության գոտում է այս տարածաշրջանի։ Պարոն Գալստյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։
Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Այգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Բարդուղ Գալստյանը։ Պարոն Գալստյան, վերսիայից ամփոփենք, բայց այսպեսի մի հարց։ Տեսեք, դեռ տարածաշրջանից չմեկնած Վենսի այդ մի փոքրիկ գրառումը փաստորեն փոխվեց։ Ինչ երաշխիքներ ունենք, որ ինչպես Թրամփն էր ասում Միացյալ Նահանգներում, որ եթե այստեղ ինչ-որ մի փոքր անախորժություն լինի, զանգահարեք ինձ եւ ես ամեն ինչ կհարթեմ։ Ես կարծում եմ, որ մենք լինելով չափից ավել ծայրահեղական ազգ, ամեն ինչ միանշանակ ենք ընդունում եւ շատ բուռն, շատ զգացմունքային սկզբնական շրջանում, հետո գալիս է հիասթափությունների փուլը եւ քաղաքականությունը բավականին բարդ եւ բավականին ռիսկային ոլորտ է եւ քաղաքականությանը չի կարելի ուղղակի զգացմունքայինորեն հետևել, մոտենալ։ Ես կարծում եմ, որ ունենալու ենք նաև հիասթափություններ այս process-ից, սակայն հենց սկզբից ենթադրել այն խնդիրներն ու պրոբլեմները, որոնք կարող են առաջանալ ընթացքում, ճիշտ չի լինի, սակայն խորհուրդ կտամ նաև շատ ոգևորվելուց առաջ նաև մի փոքր ավելի հանգստանալ, սթափվել եւ ավելի լուրջ ուսումնասիրության ենթարկել այս գործընթացները, սակայն գնացքը գնում է եւ այն կարծես թե կանգնեցնել այսպես ասած հնարավոր չէ, որից մեր ակնկալիքները պետք է լինեն ավելի, բայց այստեղ մի ավելի կարևոր հաս կա։ Մենք ինչքանով կկարողանանք օգտվել այս process-ից, այս պայմանավորվածություններից եւ ինչքան կարող ենք վնասել։ Եթե մեր օգուտները անհամեմատ շատ են լինելու, այո, ես միանշանակ կողմ եմ այս ծրագրին եւ կարծում եմ այդպես էլ պետք է լինի, սակայն այստեղ նաեւ մեր դերակատարումը կա։ Շատ բան կախված է լինելու մեզանից, ռացիոնալ օգտագործելու այս պայմանագրերը, ռացիոնալ իրականացնելու մեր պետության զարգացման գործընթացները, հիմնականում տնտեսության, էներգետիկ ոլորտների զարգացման, ռազմական արդյունաբերության եւ անվտանգային այն երաշխիքների կառուցմանը, նոր պատի կառուցմանը, որի խիստ անհրաժեշտություն ունենք մենք։ Անդրադառնանք, թե ինչ է տեղնում ներքաղաքական կյանքում։ Երեք փաստորեն ընդդիմադիրների նոր ձերբակալումներ, խուզարկություններ եղավ Աղաշապատում, 10 մարդ ձերբակալված է եւ ընդդիմադիրները, ինչպես ասում են, հատկապես հաղթանակխմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտարարում է, որ սա Նիկոլ Փաշինյանի վախերն են ընտրություններից առաջ եւ ակտիվ փաստորեն ընդդիմադիրներին փորձում է փակել, փորձում է ընդդիմության աչքը վախեցնել։ Ինչ է կատարվում։ Ընդ որում ասեմ, որ ըստ հրապարակի Սևակ Խաչատրյանի առաջկուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ։ Դե այդպես էլ պետք է լիներ դրամաբանորեն, սակայն ես չեմ կիսում Սևակ Խաչատրյանի կարծիքը, որ դրանք վախեր են իշխանությունների, պարզապես իմ պատկերացմամբ դրանք ավելի շատ ուժի ցուցադրման գործընթացներ են ընտրություններից առաջ, որը մենք պետք է տեսած լինեինք նախորոք, այլ ոչ ընտրությունների շեմին, որը բերում է այլ կարծիքների ձևավորման հասարակության մոտ։ Այսինքն, եթե այս process-ները 2-3-4 տարի առաջ մենք տեսած լինենք, չեմ կարծում, որ նրանք կզուգահեռվեին որպես քաղաքական հետապնդումներ, այդ անձանց
անձինք չէին դիտվի որպես քաղբանտարկյալներ, հետևաբար այս գործընթացներին պետք է մենք ականատես լինենք ժամանակին եւ չեմ կարծում, որ այս նոր հանցագործ խմբավորումները կամ այն խնդիրները, որոնք տեղի են ունեցել, նկատի ունեք, որ սրանք իրավապահների հիմնավորված գործողություններն են, կարծում եմ հիմնավորված են, այստեղ ժամկետների խնդիր կա, ժամկետները բերում են խեղաթյուրելու բովանդակությունը, այսպես ասած, որովհետեւ բնական ընտրություններից առաջ բոլորի համար կամ զգալի մասի համար կասկած կառաջանա, թե ինչու է տեղի ունենում հիմա։ Այդ այնպես չի, որ այդ հանցագործությունները նոր տեղի ունեցան, օրինակը կարող են բերել Գյումրիի օրինակը, Գյումրիի ընտրություններում տեղի ունեցածը, Գյումրիի նախկին քաղաքապետը, որը այսօր ձերբակալված է, բոլորիս հայտնի է, թե ինչ ճանապարհով է անցել տարիներ շարունակ եւ անհրաժեշտություն չկար ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ ձերբակալելու, որովհետեւ ցանկացած գործ եթե բացեին Վարդան Ղուկասյանի քրեական գործ, այսպես ասած, պատրաստ կարող է լինել։ Գյումրեցիները մի այսպիսի խոսք ունեն, ասում են, որ խարիտակը բարձրացնես Վարդան Ղուկասյանենց հեղած արյան հետքերը կգտնվի, հետևաբար կարիք չկար բերել հասցնել ընտրությունների շեմին, որը այն մեկնաբանվի ժողովրդի զգալի մասի կամ որոշ մասի մոտ որպես քաղաքական հետապնդումներ։ Կարնիկ Դանելյանն ասում է, որ սոցհարցումների պատասխաններից են իշխանությունները այսպես խառնվել իրար։ Չեմ կարծում, ես վստահ եմ նույնիսկ, որ իշխանություններն ինչքան էլ ուզում է վատ աշխատեն կամ վատ են աշխատել, ինչքան ուզում է թերացումներ եւ թերություններ ունենալ, ես վստահ եմ, որ իշխանությունները ժողովուրդը մեր 21 թվականի օրինակով չի գնալու նրանց ընտրելու։ Եթե կգնան այլ քաղաքական ուժերի ընտրելու, նրանց տեսնելու իշխանության ղեկին, ապա նախկին իշխանություններին եւ նրանց սատարող արբանյակ կառույցներին հաստատ չի տեսնում։ Եթե որոշ դրական, այսպես ասած, իրենց համար դրական արդյունավետ արդյունքներ են ակնկալել տեղական ինքնակառավարման որոշ ընտրություններում, որոշ տարածքների, դա ընդհանուր համապետական ընտրությունների վրա նույն պատկերը տեսնել չեն կարող։ Իսկ եւ իշխանությունը դա շատ լավ է հասկանում է, որ ժողովուրդը ինչքան էլ չընդունի իրեն, ինչքան էլ կողմ չլինի իր վարած քաղաքականությունը, նախկինի հետ վերադարձի վախից ելնելով նորից գնալու է 21 թվականին ընտրելու նմանությամբ ընտրելու գործող իշխանություններին։ Մյուս կողմից ընդդիմության իրական թևը, իմ պատկերացմամբ իրական թևը, որը շատ թե քիչ ավելի առողջ է, ավելի ժողովրդավար քաղաքական ուժեր կան, այնտեղ էլ մի ավելի լուրջ խնդիր կա, այնտեղ էլ միավորումների կոնսոլիդացիաների պակաս ենք տեսնում, որը եւս բերելու է իշխանությունների վերարտադրման գործընթացին, այսինքն այդ ուժերի մեծ մասը գնալու են ընտրությունների միազնյա, գնալու են չհավաքելով անհրաժեշտ 4 կամ 5% խորհրդարան անցնելու չհաղթարելով արգելքը, նրանց ձայները փոշիանալու են եւ այդ փոշիացած ձայները ըստ համամասնորեն բաշխվելու է հիմնականում իոգուտ գործող իշխանություններին։ Իսկ արցախցիների ձայները որտեղ են լինելու։ Արցախցիների ձայները բավականին լուրջ են, անհասկանալի է մինչ օրս ընտրելու են թե չէ եւ ովքեր են ընտրելու։ Բնական է, կարծում եմ արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի դարձած եւ գրանցում ունեցած քաղաքացիները կընտրեն։ Ինձ համար դեռ անհայտ է ինչ կարգավիճակ կունենան այն քաղաքացիները, որոնք դեռ չեն ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, սակայն ժամանակավոր գրանցում ունեն։ Եվ այս գործընթացի վրա իր բացասական հետն է թողելու արցախցիների ընտրության, նաև այն սոցիալական խնդիրներն ու խնդիրները, որոնք դեռ լուծված չեն արցախայցյան Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր բնակչության համար, իդեմս այդ բնակարանային ծրագրերի իրականացման, չնայած վերջերս Սոցիալ նախարարը ներկայացրեց մի փաստաթուղթ, որտեղ արդեն 4500 թե 4600 ընտանիք ստացել է սերտիֆիկատ, բայց ընդամենը նրանցից 1500 թե 1600 ընտանիք է ռեալիզացրել այդ սերտիֆիկատները գնելով կամ կառուցելով բնակարան։ Դա խոսում է մի խնդրի մասին, որ այս ձևավորված օրենքը, կառավարության որոշումը, այսպես ասած, լիարժեք չէ եւ ունի մի շարք թերություններ, որոնք խնդիրներ են առաջացնում բնակարանների ձեռքբերման։ Նախ գումարի չափի հետ կապված, Երևան քաղաքում եւ մարզերում եւ սահմանամերձ գյուղերում գումարի տարբերությունների խնդրի տեսանկյունից, բանկային համակարգում խնդիրներ առաջացնելով, որոնք հնարավորություն չեն տալիս Արցախից տեղահանված քաղաքացիներից շատերին ձեռք բերել բնակարան, որովհետև այս ամենը անցնելու է բանկային մեխանիզմի մեջով, իսկ բանկային մեխանիզմը մասնավոր սեկտոր է եւ իր խաղի կանոններով է առաջնորդվում, իսկ արցախահայերից շատերը բանկային գործում ունեն խնդիրներ, ունեն ուշացումներ, ունեն թերացումներ, որոնք հնարավորություն չեն տալու հավելյալ գումար
վերցնելով բնակարան ձեռք բերել։ Այսինքն փաստացի դառնում է, որ քաղաքացին ունի սերտիֆիկատ, բայց չունի բնակարան։ Իշխանությունը ցույց է տալիս մի պատկեր, որ տեսեք այսքան սերտիֆիկատ ստացող կա, բայց մարդիկ ունեն սերտիֆիկատ, չունեն բնակարան։ Պարոն Գալստյան, շնորհակալություն եմ հայտնում այսօր այս փոքրիկ հաղորդման համար։ Իրադարձություններին հետևենք, ակնկալվելու է նաև 2020 թվականին սպասվող Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան եւ Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել։ Ձեր կարծիքով շատ հակիրճ ինչ հիմնական ոլորտներ են ընդգրկվելու այդ փաստաթղթի մեջ։ Ենթադրում եմ, որ ճանապարհների շահագործման ծրագիրը կշարունակվի, որը սկսել են պարսկական ընկերությունները Քապան-Քաջարան հատվածում։ Կարծում եմ նաև էներգետիկ հարցերի մի շարք փաթեթ կկարգավորվի, որովհետև Հայաստանը հասկացել է, որ միանձնյա ղեկավարվել, այսպես ասած, էներգետիկ անվտանգային առումով ղեկավարվել մի կետից անհնար է եւ Պարսկաստանը նավթ գազ արտահանող երկիր է, որից կարելի է օգտվել նաև Հայաստանը։ Դա եւս կարող է այն նախադրյալներից մեկը լինել, որ ավելի սերտացնել Հայաստան-Պարսկաստան կապը։ Իրանը շատ լավ հասկանում է, որ Միացյալ Նահանգների այս տարածաշրջան գալը կարծես թե թիկունքից եւս թուլացնում է իր հնարավորությունները, հետեւաբար փորձելու է եւ Հայաստանի հետ եւ Ադրբեջանի հետ։ Բայց վստահում է Հայաստանի, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն դեպքում իրենք անհանգստանալու ոչ մի առիթ չունեն։ Դե փորձելու են Հայաստանի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են վստահեցնել Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ իրենց կողմից վտանգ ակնկալելի չէ, սպասելի չէ, սակայն Իրանի համար համենայն դեպս այդ ռիսկերը թուլացնելը, վտանգները կանխելը շատ ավելի գործուն քայլերով պետք է ապացուցվեն, որը պետք է լինի համագործակցություններով, թե Հայաստանի հետ, թե Ադրբեջանի հետ։ Ես կարծում եմ, որ սրանք կունենան ավելի գործոն պատկերավորումներ եւ գործոն ընթացք եւ նկատելի կլինեն մեր հասարակության համար այդ պայմանագրերի ու պայմանավորվածությունների արգասիքը, որովհետեւ տարիներ շարունակ մենք ունեցել ենք հարաբերություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ բավականին լավ, բայց լուրջ ծրագրեր որպես այդպեսին չեն իրականացվել հասկանալի պատճառներով, որովհետեւ ունեցել ենք հիմնական թելադրող Ռուսաստան, որը արգելել է սերտ հարաբերություններ ունենալ եւ էներգետիկ անվտանգային խնդիր լուծել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։